Ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 26-30 թվականների ռազմավարական ծրագիրը եւ պետք է հիշեցնեմ, որ գիտության ոլորտի զարգացումը կառավարության 21-26 թվականների ծրագրի առաջնահերթություն էր եւ հենց այդ աշխատանքների շնորհիվ գիտության ոլորտի ֆինանսավորումը 2018-ի նկատմամբ աճեց շուրջ 180%-ով եւ հնարավոր եղավ ոչ միայն կասեցնել ոլորտի նախընթաց տարիների վայրեջքը, այլև գիտության ոլորտում ներդնել զարգացման օրակարգ։ Գիտնականների բազային վարձատրության 105-ից մինչև 300% աճը, բազմազան դրամաշնորհային ծրագրերը երիտասարդների համար գիտությամբ զբաղվելը դարձրեցին գրավիչ։ Սկսած 2022 թվականից մենք արձանագրում ենք գիտնականների թվի աճ, ավելի քան 600 նոր գիտնականներ են մուտք գործել ոլորտ, որոնց շարքում մեծ մասը երիտասարդներ են։ Ներգրավում են հեղինակավոր գիտնականներ արտերկրից, այս պահին ունենք համագործակցություն ավելի քան 30 երկրների 160 գիտնականների հետ թիրախային ծրագրերի միջոցով։ Էական կապիտալ ներդրումներով հնարավոր է դարձել Հայաստանում միջազգայինորեն մրցունակ գիտական հետազոտության իրականացումը, ինչպես օրինակ բոլորովին վերջերս Երևանի պետական համալսարանում բացված արհեստական բանականության կենտրոնն է։ Գիտության միջազգային մրցունակության աճի մասին է վկայում նաև այն, որ 2025 թվականի տարեվերջի դրությամբ Եվրոմիության Հորիզոն Եվրոպա ծրագրին Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվել է ընդհանուր 183 հայտ, նախորդ տարվա համեմատ 39 հայտով ավելի եւ ֆինանսավորման եւս 8 պայմանագիր են կնքել, ընդհանուր պայմանագրերի թիվը հասցնելով 25-ի շուրջ 8.3 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով, որը գերազանցում է նախորդ 4 տարիների բյուջեն 96%-ով, իսկ նախորդ փուլի այս ծրագրի բյուջեից կրկնակի ավել է։ 24-ից սկսած նաեւ պատմական առավելագույն ցուցանիշներ են գրանցում հայաստանյան գիտնականների կողմից միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված ազդեցության գործակից ունեցող պարբերականներում հրապարակումների թվի մասով եւ այս պահին արդեն ունենք շուրջ 1700 հոդված այն պարագայում, երբ նախորդող տարիներին ցուցանիշները շատ ավելի վատն են եղել։ Այս եւ այլ ձեռքբերումները հնարավոր են դարձրել նախանշել գիտության զարգացման հաջորդ փուլի թիրախները, որոնք որ ներկայացված են այս նախագծում եւ հիմնված են նաեւ 25 թվականին ընդունված բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի եւ ակադեմիական քաղաք ծրագրի հայեցակարգի վրա։ Մասնավորապես ռազմավարությունը հիմք ընդունելով այս ծրագրերի շրջանակներում ստացված արդյունքներն ու ուղղությունները նպատակ ունի շարունակել պետական նախաձեռնողական քաղաքականությունը գիտական գերազանցության եւ միջազգային հեղինակության բարձրացման ուղղությամբ, իրականացնել գիտության տնտեսականացմանն ուղղված ծրագրեր, որոնք համակարգը կզինեն գիտությունից արտադրություն ճանապարհն անցնելու կարողություններով, ենթակառուցվածքներով, մտավոր սեփականության պաշտպանության համակարգով եւ ֆինանսական գործիքներով, բարձրացնել գիտության ոլորտի սոցիալական ազդեցությունը, գիտական ձեռքբերումների ավելի լայն լուսաբանմամբ եւ հանրային ներգրավման միջոցառումների իրականացմամբ, ինչպես նաեւ հաշվետվողականության ավելի բարձր մակարդակի գործիքակազմի ներդրմամբ եւ վերակազմակերպել ոլորտի կառուցվածքը, զինելով բոլոր անհրաժեշտ սարքավորումներով եւ ենթակառուցվածքներով, միևնույն ժամանակ ոլորտի կառավարումը դարձնելով առավելագույնս թվային եւ օպտիմալ։ Ծրագիրը իրենից ներկայացնում է բավականին մեծածավալ գործողությունների շարք, 94 տարբեր գործողություններ են, մի քանիսը թվեն, որպեսզի պարզ դառնա, թե ինչ հիմնական թիրախներ ենք նախատեսում մինչև 2030 թվականը։ Նախատեսում ենք, որ առնվազն 400 արտերկրի առաջատար հետազոտողներ հետազոտական խմբեր կհիմնեն Հայաստանի Հանրապետությունում, դրանով իսկ նպաստելով գիտության հետազոտությունների որակի բարձրացմանն ու միջազգայնացմանը։ Մեր առնվազն 1000 գիտաշխատողներ կվերապատրաստվեն արտերկրի առաջատար կենտրոններում, 150 արտերկրի երիտասարդ հետազոտողների Հայաստանի Հանրապետություն տեղափոխման ծրագիր ենք ներդնելու, նաև 5 գլոբալ առաջատար հետազոտողների Հայաստանի Հանրապետություն տեղափոխման, կհիմնադրվի ռիսկային նախաձեռնություններում ներդրումների պետություն մասնավոր հիմնադրամ, կներդրվի մասնավոր հատվածում մտավոր սեփականության պաշտպանության խթանման համակարգ, կգործարկվի ստարտափների մեջ հանրային կամ խմբային ներդրումների համակարգը, գերակա ուղղություններով կիրականացվեն բազմաբնույթ ծրագրեր, իրականացվեն նաև պետական կարիքներից բխող առնվազն 20-ից ավել հետազոտություններ, հաշվի առնելով այն հետազոտությունները, որոնք պետական համակարգի եւ տարբեր ոլորտների զարգացման առաջնահերթություններից են բխում, մասնավոր հատվածում կխթանեն գիտական գործունեությունը, մասնավոր բուհ հետազոտական ծրագրերի համատեղ հրապարակումների, մասնավոր հրապարակումների միջոցով իրականացնենք նաև մեր ուսուցիչների վերապատրաստում գիտական կազմակերպություններում, ինչը շատ կարևոր է շղթան
գիտության շարունակելու եւ տրամաբանական արդյունքի հասնելու համար, կկառուցեն գիտությունից արտադրություն անցման 3 նախատիպավորման ենթակառուցվածքներ ակադեմիական քաղաքում, որը առևտրայնացման կարևոր քայլ է, իրականացնենք նաեւ խոշորացվող գիտական կազմակերպությունների եւ համալսարանների ինտեգրման միջգիտակարգային հետազոտությունների խթանման ավելի քան 30 ծրագրեր։ Այս շարքը կարող եմ երկար շարունակել, գիտության ռազմավարական ծրագրի թերևս ամենակարևոր հանձնառությունն է մինչև 2030 թվականը գիտության ոլորտի ֆինանսավորումը հասցնել շուրջ ՀՆԱ-ի 1%-ի շրջանակում, որի շուրջ 0.75%-ը նախատեսում ենք իրականացնել պետության կողմից, 0.25%-ը մասնավորի կողմից, խրախուսելով նաև մասնավոր ներդրումները գիտական հետազոտություններում եւ մշակումներում։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, նախ 180% գիտության ֆինանսավորման աճ, այսինքն մենք որ թվին ենք, որ թվի բյուջեի տվյալն է սա, որ 180%-ով 18-ի համեմատ, այսինքն նկատի ունեմ 25 թվի ցուցանիշն է։ Այո, 25 թվականի ցուցանիշի մասին է խոսքը, որը կազմել է շուրջ 40.2 միլիարդ պետական բյուջեից հատկացում։ Եվ 18-ին եղել է 18-ին ունեցել ենք շուրջ 14 միլիարդի հատկացում եւ կարող ենք տեսնել, որ աճը էական է։ Շատ լավ, այսինքն համարյա 3 անգամ աճել է։ Պետք է հավելեմ, որ այստեղ ներառվում է նաև ռազմարդյունաբերության բյուջեն։ Հարգելի գործընկերներ, այստեղ շատ կարևոր է նաև արձանագրել, թե այդ բյուջեի փոփոխության արդյունքում կոնկրետ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել մեր գիտնականների վարձատրության համակարգում եւ մասնավորապես 2026 թվականի այսօրվա դրությամբ 2021 թվականի, այսինքն ծրագրի ընդունելու համեմատ, եթե 2021 թվականին, ասենք, լաբորանտի աշխատավարձը 67300 դրամ էր, 2026 թվականին նվազագույն աշխատավարձը, բայց ատեստավորումով թե առանց։ Ատեստավորումով, պարոն վարչապետ։ Այսինքն կամավոր ատեստավորման շեմը հատելու դեպքում նվազագույն, այսինքն նվազագույն շեմը հատելու դեպքում գործ ունենք։ Գիտության պարագայում մի փոքր այլ համակարգ է ատեստավորման, կան տարակարգեր, այսինքն կան պահանջներ յուրաքանչյուր հաստիքի մասով, որը պետք է բավարարի տվյալ հաստիքը զբաղեցնող մարդը։ Հիմա լաբորանտի պահանջները բավարարելու պարագայում զբաղեցնում է այդ հաստիքը եւ ստանում է այդ վարձատրությունը այն չափով, որը բարձրացված է։ Սա բազային վարձատրություն։ Նվազագույն աշխատա, այսինքն ավելին էլ կարող է լինել։ Կարող է, իհարկե, քանի որ բացի այս ուրեմն բազային վարձատրությունից մենք ոլորտում ներդրել ենք բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր եւ մեր արդյունավետ աշխատող գիտնականները բացի բազային վարձատրությունից ստանում են առնվազն դրա չափը գերազանցող, ընդ որում ոչ մեկ անգամ գերազանցող վարձատրություն։